ենք սիրել իրար, ընկեր դառնալու պահել աշխարհ, ծիծաղով լցված մեր ամեն օր։ Կաթնաչուրը դարձավ մեզ տուն ու ռոք, կաթնաչուրի մանկապարտեզ, դու մեր փոքրիկ պայծառ աշխարհ, այսօր ասում ենք մնաս բարով, բայց դու կմնաս սրտերում վար։ Այս պատերի մեջ մեծացանք սիրով, ամեն օր լցվեց ջերմ հայացքով, բարի ձեռքերը մեզ ուրցրում ես երազների ճամփա բացեցին, թե վաղը նոր դասարան է, նոր ճանապարհ ու նոր աշխարհ, մեր մանկության ամենագեղեցիկ հեքիաթը սկսվեց հենց այստեղ, կաթնաչուրի մանկապարտեզ, դու մեր սրտերի պայծառ լույս, այսօր ասում ենք մնաս բարով, բայց քեզ չենք մոռանա, ոչ մի օր, կաթնաչուրի մի մանկապարտեզ, մեր մանկության բարի աշխարհ, ուր էլ գնանք քեզ հետ կտանենք մեր փոքրիկ լուսավոր աշխարհ։ Կաթնաչուրի մանկապարտեզ, դու մեր փոքրիկ պայծառ աշխարհ, այսօր ասում ենք մնաս բարով, բայց դու կմնաս սրտերում վար։ Այս պատերի մեջ մեծացանք սիրով, ամեն օր լցվեց ջերմ հայացքով, բարի ձեռքերը մեզ ուղեկցեցրիգում ես հյասարի ճամփար Դարդինյան Միլենա, Եկորյան Ալբերտ, Խաչատյան Դավիթ, Ալազանները, Կիրակոսյան Էրիկա, Հարությունյան Արփի, Հովհաննիսյան Գայանե, Հովհաննիսյան Արե։ Այս անունները լույսի շոհեր, մեր սրտի մեջ հուսված երգեր, մեկտեղվել ենք այսօր սիրով, քայլում ենք առաջ վստահ քայլով։ Այս անունները լույսի շոհեր, մեր սրտի մեջ հուսված երգեր, մեկտեղվել ենք այսօր
Դու մեր փոքրիկ ու մեծ հեքիաթ, դու սիրելի մեր պարտեզ, կարծես տևեց սակն ընթարդ, հեռանում ենք թողնում քեզ։ Մենք թողնում ենք հազար խաղեր ու սիրելի մեր մարդկանց, մենք թողնում են խաղալիքներ, որոնք սիրել ենք սրտանց։ Մեր մանկության մի փոքրիկ մաս, յանքի անկյուն ես ուրախ, սովորել ենք, արել ենք դաս, այստեղ լիքը խինտ ու խաղ, շատ անգին ու լավ ընկերներ, հենց այստեղ ենք մենք գտել, անգամ շատ ու շատ բարեր, ասեղ ենք մենք թոթովել։ Մեր սիրելի ու լավ պարտեզ, դե մենք դպրոց ենք գնում, սակայն մենք չենք մոռանա քեզ, մենք քեզ շատ, շատ ենք սիրում։ Դու մեր փոքրիկ ու մեծ հեքիաթ, դու սիրելի մեր պարտեզ, կարծես տևեց սակ ընթարդ, հեռանում ենք թողնում քեզ։ Այսօր վերջին անգամ քո բեմից հանդես կգամ, չենք մոռանա մենք միմյանց, սիրեցի ես քեզ սրտանց։ Այսօր վերջին անգամ քո բեմից հանդես կգամ, չենք մոռանա մենք միմյանց, սիրեցի ես քեզ սրտանց։ Մանկապարտեզ սիրուն իմ տուն,
լուսաբաց, որովհետև մենք հրավերս ենք տազնում մանգապաստել։ Դե պատրաստել գեղեցիկ երկեր, բարեր և խոսքեր, որ կպատմեն մեր փոքր, բայց շատ կարևոր ճանապարհի մասին, բարի դուք եք մաղթում մեր նկարն են, վաժոր մեզ հետ եք։
ասել, մի բաների կասել, ուրիշ բաների հասկանել։ Չենք կարողանում ինքնուրույն ուտել։ Թալը գնում էր մի կողմ, ապուրը մյուս։ Երբում էլ այնքան են խաղում, այնքան են տարված, որ նորով ամենակարևոր բանից մեկը դասում է քիմա չէ, բայց հետո երբում ուշելու է։ Դուք նես մեկնես։
Ջոջեր հատվիտակ լացել լուչ, խոպատել մեծան լացել, հացվացին լացում վեջում հույս։ Մանկապարտեզ սիրում, դու ինձ փոքրիկ նուն ես եղել, այստեղ խաղացել եմ ուրախ, սովորել եմ մեծացել, սեսություն եմ ասում քեզ, բայց քեզ երբեք չեմ մոռանալ, ուժեմ սիրուն կրկի մեջ, մանկությունս միշտ կմնա։ Քարել է, քեպարել է, ամին սաց ես, Յակապաս ես էորել ես, ես ատե կարոտեսի։ Ուգորեցիք, ճիշտ ուղներ չուզ տվեցիք։ Ավան հրավել եմ պարմոզեք եմ ես որան մակապարտիտ եմ եմ միակուր եմ եմ դում միժե ախուր։ Իսկ ամենակարևորը դուք լոծում եք պես ասած, դուք գցիջախ եք կախախան։
կընկերանաք, լև կունենաք, անմորանալ ժողովություններ։ Այնպես որ մի վախեցեք մեր նոր ճանապարհից։ Մենք եկել ենք տեսնենք, թե ինչ կանտեր եք հավաքել մանկապարտեզում։ Մենք գտել ենք անկերություն։ Սովորել եք կապվել միմյանց։ Սովորել եք սիրել մեր ընտանիքը։ Սիրելի երեխաներ, դուք ունեք սատ կամ լև կարճատ եք բացի կյանքի նոր։ Ցանկի մատոթորը ծնունի բայ, հեկատիմա, գեղեցիկ, հեքյապներ մամը սմեք պուսի մեր կյանքի նոր դեկորացիական մեջ։ Մանկապարտեզ տրական ենք, եթե դուք սուքսատերն հանասինը բնարավս էխնում։ Ռուսաստանում ապրող մեր կաթնաջուրցիները, ովքեր նպաստում են օտարերկրում մեր հայրենի մշակույթի պահպանմանը և ազգային արժեքների տարածմանը, մեջնում և խաղարում։
ապրում են մեր հեղոխը վարքան, մարդին զորժիտ ատուրի համար։ Սան երկիրն է, չապերով են պիսի, որ կարող են վերցնել հետը, տեմի էլու տեխնա, փոքսիկ իր պետ երադազնային, փոքսիկ իր պետ նորազին ծեղը, իսկ հաստեսուրա ատամեն ազուք է մեկատի։ Սան երկիրն է, չապերով այն պիսի, որ անոդորեն տեղավորել են սասպիկ մեկ, բացը կոչում է մանկա։ Ասում է հայրենիքը մեծ է, որ այն վայջան շում է փոքրիկ բանի, մայրիկի ժոքվիցի, չարիկի կրկի, ուվերտան շևից։ Սիրելի ծուտողներ, շնորհակալ եմ ձեր ուշության, ձեր ջան գտնի և ջան ուժգուտի համար։ Մենք էլ փոքրը բաժարտեք գիտեք, որ որ ամենավեհ շերտությունը սիրողան տանեք ունենալն է։ Kiss.
քո ծանին քո բարև բարեցին Դու չտեսար իմ առաջի քայլերը Դու չրսեցիր իմ առաջի բարերը Չտեսար առաջի անգամ մնացի մանկավարտես Ինչպես ծավարեցի Երկեր Բարեր Արտասաներ Պապա, ես կազան նվերնեն չեմ ասում, և միանուզում եմ հաճախ կողքի դինես, որ միասնի բազնեի խաղանքոս է։ Որովհետև եմ ասայավնասիրետները կողքիքներ։ Երբեմն մենք տխրում ենք, որ դուք մեր կողքին չեք լինում, ամենակարևոր պահերին, բայց մենք երբեք չենք նեղանում, որովհետև գիտենք, դուք աշխատում եք մեզ համար, մեր ապագային, մեր երջանկության ու մեր ժպիտի համար։ Մենք պատկանում ենք ձեզով, մեր բարի ուժեղ օժանդասեր հայրիկներում։ Ay noriz, por payet sin tu nalmi seri
Իլենա, իսկ ես Օսկարն ես հարցնում։ Եթե Օսկարն ես Չո, օրինակ, հալի անավերը բացել է, ես ասած չեմ պատրաստել հարցի։ Իրը հավելարը կապչենկոպով ասուրել Օսկարը մոտենում է։ Ոյ, մոսերը, զոր պշիկները, ոյ, Բարի գալուս մանկապարտեզի Օսկար մրցանակաբաշխությանը։ Այս անվանակարգը տրվում է մեր խմբի ամենատաղանդավոր դերասանին, ում լացը ակրանի է մեծ էկրանների։ Նա կարող է լաց լինել այնպես սիրուն ու տպավորիչ, որ ողջ անձնակազմը պատրաստ է նրան տալ իրենց աշխատավարձը։ Լավագույն դերասան անվանակարգին է արժանանում Նարէ Հովհաննիսյանը։ Մեկ վայրկյանում նրա ձեռքից անհետանում են մատիտները, գուաշները, իսկ երբեմն էլ սեփական կոշիկներից մեկը, որը հետո գտնվում է լվացարանի մեջ։ Լավագույն աշխարհի մրցանակին է արժանանում Անահիտ Պապոյանը։ Նրա քայլվածքը բեմում ստիպում է Լուսինե Թովմասյանի և Նազարի Հովհաննիսյանի նորաձևության շաբաթներին պատրաստվել թոշակի։ Ցանկացած ցակուց նրա վրա դառնում է բարձր նորաձևություն։ Լավագույն պոդիումի աստղ մրցանակին է արժանանում Միլենա Դարքինյանը։ Այս մարդը կարծապես չի ուտում մանկապարտեզի ճաշը։ Նա երկար զննում է ափուրի մեջ եղած կանաչին, գթալով նախշեր է անում թլապի վրա և ուտում է միայն այն ժամանակ, երբ էսթետիկան համապատասխանում է իրեն։ Լավագույն էսթետիկա մրցանակին է արժանանում Լուսի Ներսիսյանը։ Նրան պահմտոցի խաղալից գտնելը անհնար է։ Նա կարող է ձուլվել վարագույրին կամ թաքնվել այնպիսի փոքր տուփի մեջ, որտեղ նույնիսկ կատուն չէր տեղավորվի։ Լավագույն թաքնվող մրցանակին է արժանանում Քնարիկ Ռշոյանը։ Այս երեխան միշտ 3 քայլ առաջ է մտածում։ Նա գիտի ում հետ ընկերություն անել, որպեսզի ստանա լավագույն խաղալիքը, եւ ինչպիսի դեմ կընդունել, որ դասյարակը մտածի, թե ինքը կապ չունի պատինարված նկարների հետ։ Ամենախորամանկ մրցանակին է արժանանում Գայանե Հովհաննիսյանը։ Այս երեխայի էներգիայով կարելի է լուսավորել մի ողջ քաղաք։ Նա չի կարողանում ուղղակի կանգնել, նստել, նրա ոտքերը միշտ շարժման մեջ են, կարծես ներսում փոքրիկ տուրբին լինի։ Ամենաէներգետիկ մարդկոց մրցանակին է արժանանում Լյովա Վարդերեսյանը։ Այս երեխայի միտքը միշտ տիեզերքում է։ Երբ դասյարակը բացատրում է մաթեմատիկա կամ սովորեցնում է բանաստեղծություն, նա պատուհանից նայում է ամպերին ու թռչուններին մտածելով Մարս մոլորակի մասին։ Ապագա տիեզերագնաց մրցանակին է արժանանում Մարկ Ռստակյանը։ Այս մարդը գիտի հանգստի գինը։ Նա պատրաստ է քնել ցանկացած դիրքով, ցանկացած աղմուկի տակ և նրան արթնացնելու համար երբեմն պահանջվում է փրկարարական ջոկատ։ Բարձի լավագույն ընկեր մրցանակին է արժանանում Դավիթ Խաչատրյանը։
գագրին Նարե Ղազարյան։ Այսօրվա հաղթողը ճաշարան մտնելիս արդեն հաղթող է։ Ամեն համեր պատարից հետո ասում է, էլի եմ ուզում։ Ահա թե ինչու նրան է բաժին հասնում ոսկե ախորժակ մրցանակը։ Դիմավորեք, Արեգ Վստակյան։ Այս մրցանակը տրվում է այն երեխային, ում ձեռքերը միշտ ցավում են, երբ ուզում ենք նկարել, աշխատել գունավոր թղթերով, սեփամատիկով, դիմավորեք ոսկի ձեռքեր մրցանակագրին, Էրիկա Կիրակոսյան։ Երբ տրվում է հարց, միշտ լսվում է նույն ես-ը։ Նրա խիզախությունն ու ինքնավստահությունը վարակիչ են։ Եվ այս տարվա եսի չեմպիոնի մրցանակը վստահորեն ստանում է նա։ Դիմավորեք, Արփի Հարությունյան։ Այսօր նա ստանում է մայրիկի ամենահավատարիմ ասպետ մրցանակը, քանի որ աշխարհում չկա ավելի ամուր կապ, քան նրա ու մայրիկի ձեռքը։ Դիմավորեք, Ալբերտ Եգորյան։ Եվ վերջին անվանակարգը։ Այս մրցանակը շնորհվում է նրան, ով համբերատար նստեց իր բոլոր 14 ընկերների անունները, չափմկեց, չփախավ բեմից եւ արժանիորեն սպասեց իր հաղթական պահին։ Դիմավորեք ամենահամբերատար հանդիսատես մասնակցին, Նարեկ Խլղացյան։ Դե ինչ, բոլոր օսկարները գտան իրենց իսկական հերոսներին։ Հոլիվուդը պաշտոնապես հայտարարում է արձակուրդ, որովհետև մեր խմբի աստղերին ոչ ոք չի կարող գերազանցել։ Ծափահարություններ մեր հաղթողներին։ Սիրով ողջունում եմ բոլորին, շնորհակալություն եմ հայտնում այսօրվա օրը մեզ հետ կիսելու համար։ Առաջին հերթին շնորհավորում եմ մեր փոքրիկներին նախընտրոցական կրթության այս մի փուլը հաղթահարելու համար։ Ցանկանում եմ նրանց աշխարհի ամենալավ, ամենալուսավոր, ամենաբարի անակնկալները, թող նրանց ճանապարհը, որը լինելու է մեզնից հետո, լինի
բոլոր խոչընդոտները լինեն հաղթահարելի եւ նրանք ունենան բազում նվաճումներ, որոնցով մենք առաջին ուրախացողները կլինենք։ Շնորհավորում եմ նաեւ մայրիկներին իրենց երեխաների նախադպրոցական կրթությունը բարեհաջող ավարտելու եւ բոլոր ծառացած խնդիրները հաղթահարելու կապակցությամբ։ Սիրելի մայրիկներ, շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ մեր փոքրիկներին, այդ առիթով ավարտական վկայականներ եւ անակնկալներ եք պատրաստել երեխաների համար, ընկեր Գոհարը կհանձնի, խնդրեմ ընկեր Գոհար, ես իմ խոսքը շարունակեմ, ձեր ժամանակը շատ չխլենք, ուզում եմ շնորհակալություն հայտնել Սպիտակ համայնքին, պարոն Քաջարի Նիկողոսյանի ղեկավարությամբ եւ համայնքապետարանի ներկայացուցիչների գլխավորությամբ Տիկին Ֆրանկյան ձեզ, Ինգրիգորյան ձեզ, շնորհակալ եմ ձեր ժամանակը տրամադրելու եւ մեզ հյուրընկալելու համար, շնորհակալ եմ ձեզ ամեն պահի մեր կողքին լինելու համար, մեր դժվարությունները հավասարապես կիսելու համար եւ ձեր աջակցության, ձեր ներդրումների համար։ Մեր կողմից մեծ շնորհակալություն կհայտնենք նաեւ պարոն Նիկողոսյանին, մշտապես մեր կողքին լինելու, մեզ քաջալերելու եւ մեզ թև տալու համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր վարչական ղեկավարին, պարոն Արմեն Պապոյանին, մեզ աջակցելու, մեր կողքին լինելու համար, իհարկե տալ մեզ հյուրընկալելու համար, շնորհակալ ենք, պարոն Պապոյանը փոքրիկ անակնկալներ է պատրաստել երեխաների համար, կխնդրեմ սպասեք ստանալ, եւ ամենակարևոր այսօրվա շնորհակալությունը ուզում եմ հայտնել իմ աշխատակիցներին, ընկեր Գոհարին, ընկեր Մանուշին, ընկեր Սիլվա, Սոֆատատ եւ Անետ Մորավիտ, խնդրում եմ բոլոր գաք։ Իմ ամենօրյա, մեր ամենօրյա աշխատանքի եւ ինձ աջակցելու, իմ կողքին լինելու, բոլոր դժվարությունները ինձ հետ հավասար կիսելու համար մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ աշխատակիցներին։ Մենք թվով շատ սակավ ենք, բայց մեծ աշխատանք ենք կատարում ամենօրյա, շատ դժվար աշխատանք ենք կատարում։ Ուզում եմ մեկ անգամ եւ շնորհակալություն հայտնել նրանց, շնորհակալություն հայտնել բոլոր մայրիկներին, համայնքապետարանի բոլոր աշխատակիցներին, վարչական ղեկավարին եւ ներողություն եմ խնդրում նրանց, եթե ինչ-որ մեկին չեմ հիշատակել։ Շատ շնորհակալ եմ բոլորի, ջերմգրկում եմ, ապրեք, որ մեր հետ բոլոր դժվարությունները կիսել եք, ամեն պահի մեր կողքին եք եղել, տատիկներ, պապիկներ, բոլորի շատ շնորհակալ եմ։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորին մեր թիմի կողմից, փոքրիկներին ցանկանում եմ աշխարհի լավագույն, ամենաբարի, ամենալուսավոր, ամենախաղաղ մանկությունը, որ կարող են ունենալ մեր սիրելի հայրենիքում։ Այսքանը։ Սիրելի ներկաներ, այսօր շարժան օր է մեր փոքրիկների համար առաջին հերթին սպորտական դրության այս միտքուրը հաղթահարելու եւ ստացած գիտելիքները իրենց հետ նախապետարան ամբողջ կյանքում ուղեկցելու համապատասխան։ Առաջին հերթին ինչպես մեր Տիկին Նիկողոսյանը ասեց, ես ցանկանում եմ շնորհավորել մեր փոքրիկներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ եւ համոզված եմ, որ այս այստեղ ստացել են բազմակողմանի գիտելիքներ, ինչպես առաջադատության, վերիճանաչման, հայրենասիրության, ընտանիքի արժեքի եւ մնացած այլ կարևորագույն արժեքների կապակցությամբ, ինչը իրենց կյանքում ողջ կյանքում պիտի ուղեկցեն։ Այս կապակցությամբ շնորհակալություն հայտնել Նիկողոսյանի գլխավորությամբ նորից ամբողջ աշխատակազմին, հիանալի աշխատանք է իրականացվել ամբողջ տարվա ընթացքում եւ գեղեցիկ բարձրացնել շրջանում։ Ծնողներին ևս շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, բարիերթ եմ մաղթում փոքրիկներին, առողջություն բոլորին, խաղաղություն, անամոթություն եւ նա ասված, որ այս փոքրիկները լինեն այնպիսի հրաշալի մասնակիցներ, որ կարողանան ոչ միայն իրենց ընտանիքը, բնակավայրը, համայնքը կարողանան պահել, վերհանել նաեւ ամբողջ պետության, ամբողջ
կազմակերպիչներ, ծնողներ, հարազատներ, համայնքապետարան ներկայացուցիչներ եւ մեր շատ սիրելի ավագ փոքրիկներ, չէ՞, ավագ փոքրիկներ, չէ՞, համարվում։ Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ մեր փոքրիկների նախակրթարան տեղափոխվելու կապակցությամբ եւ կոնկրետ իրենց տեղափոխությունը նախակրթարան նշանակալի է նաեւ այն փաստով, որ իրենք մուտք են գործելու հիմնավորված նոր դպրոցի շենք, որն ինձ թվում է ավելի մեծ տան կհանդիսանա կրթության հետագա կազմակերպման գործում։ Լավ ու բարի եմ ցանկանում, ամենակարևորը երեխաները ապրեն խաղաղ Հայաստանում։ Մանկապարտեզի կոլեկտիվի դեպի շնորհակալություն եմ հայտնում, քանի որ ես ճիշտ այն կարծիքին եմ եղել, որ լավ են կազմակերպում եւ հատուկ այսօրվա միջոցառման համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Գողարնի եւ Մանուշին, քանի որ ստեղի երևի դիրիժորական աշխատանքի իրենք էին կատարում։ Ինչ ասեմ, նորից աշխատալուց բոլորիս, թող երեխաները լավ լինեն։ Երևի ինձանով կամ, հա։ Երկուշաբթի օրով, առավոտից զոռով, արթնանալով քնից, դուրս եկա ես մեր տնից, տես որն եմ ուսիս, նոր պայուսը թիվիս,